ամենամուլտիպլիկացիոն եւ ամենահեքիաթային ողջույնները ձեզ իմ տաղանդավոր փոքրիկ հեռուստադիտողներ, փոքրիկ նկարիչներ, եթերում մուլտիկնիկ մանկապատանեկան ուսուցողական հաղորդումն է։ Մեր նոր տաղավարից ողջունում է ձեզ ձեր սիրելի Քերի Մուլտիկնիկը, մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչը։ Իհարկե, ողջունում է մեր ժամապահ Քերին, ով գտնվում է այս տեսախցիկի ետևում, նա ժամանակին է հետևում, որպեսզի մեզ մեր եթերային ժամանակը ապահովի։ Դե ինչ, երկար-բարակ չխոսենք իմ փոքրիկ բարեկամներ։ Դուք հիմա պետք է ձեր սպիտակ թղթիկները, քանի որ ուզում եք չէ նկարել։ Շատ զարմանալի, շատ հետաքրքիր մուլտիպլիկացիոն կերպարներ ենք նկարելու։ Իհարկե, մեր մշտական հեռուստադիտողների խնդրանքով, առաջադրանքով։ Դուք հիմա ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը պատրաստ պահեք, ասեմ թե ինչ հերոսներ ենք նկարելու։ Հերոսներ, ոչ թե հերոս։ Պատկերացրիք, ինչու։ Մենք մի նամակ ենք ստացել քաղաք Երևանից, երկու քույրիկներ, Արուսիկը 10 տարեկան եւ Աստղիկը 6 տարեկան սիրելի փոքրիկներ։ Խնդրել են, որ Քերին նկարի այս կամ այն կերպարը։ Արուսիկը խնդրել էր, որպեսզի Քերին նկարի Պեպա Խոզուկին։ Դուք կարծում եմ այդ մուլտիպլիկացիոն ֆիլմը լավ դիտեք, երևի շատ եք դիտել։ Իսկ Աստղիկը խնդրել է, որ Քերին ձեզ սովորեցնի նկարել Պեպա Խոզուկ մուլտֆիլմում մի հերոսուհու կամ հերոսի, չգիտեմ, հերոսուհի է թե հերոս։ Կենդի Կատվին։ Քերին որոշեց մուլտիկնիկ ստեղծագործական խմբի հետ միասին, որ պետք է նկարի ուշադրություն, կարող եք ասել Աստղիկի թե Արուսիկի առաջադրանք։ Ում հերոսը պետք է այսօր նկարենք։ Ճիշտ ես բալիկ ջան, երկուսն էլ նկարելու ենք, եւ Պեպե Խոզուկին ենք նկարելու, եւ Կենդի Կատվին, Փիսիկին։ Ինչու երկու կերպար, որովհետև շատ դյուրին մուլտիպլիկացիոն հերոսներ են նրանք, շատ հեշտ են նկարվում, պատկերացրեք։ Դրա համար կխնդրեմ ամենաչնկարող փոքրիկը այս պահին վերցնի սև կախարդական մատիտը, նկարի Պեպե Խոզուկին եւ նրա ընկեր Կենդի Փիսիկին կամ Կատվին, ինչպես ցանկանում եք այդպես էլ անվանել։ Տեսեք, իմ փոքրիկ բարեկամներ։ Վերցրեք կախարդական սև մատիտը, դե սովորական մատիտ է, ուղղակի այն մեր ձեռքում դառնում է կախարդական։ Պատրաստ եք։ Սկզբից կնկարեմ Արուսիկի խնդրանք։ Պեպե Խոզուկին կնկարենք։ Ինչպես ենք նկարելու սիրելի փոքրիկներ։ Թղթիկի ձախակողմի հատվածում բարակ գծիկով գլուխն եմ նկարելու Պեպե Խոզուկի այսպես։ Կարծես թե 6 թվանշանը գրենք։ Այստեղ տեսեք, դունչիկն է, կլորիկ դունչիկ եմ նկարելու, այսպես։ Բարակ գծիկով արեցին, չէ, հիմա հաստատցնում եմ։ Կզակը եւ հիմա նորից դունչիկը շարունակելու եմ ներքևի հատվածից այսպես հոպ կլորիկի թիկ քթան սկսելիքներով հոպ շատ լավ է Պեպե Խոզուկի դունչիկը նկարեցինք աչքերը տեսեք որտեղ ենք նկարելու դրա համար եմ ասում այս հերոսները շատ հեշտ է նկարված այս մուլտիպլիկատորները շատ հասարակ բայց սիրելի կերպարներ են նկարել Ես ուզում եմ կլորիկներ նկարել աչքերը, տեսեք, մեկ այստեղ, մյուսը, այ այստեղ, երկու, սևիկները կենտրոնում, ուղղակի սևիկներ առանց փայլիկի, մեկ, երկու, ականջներն ենք Խոզուկի նկարելու, տեսեք, ձախ ականջը երկու աչքերի կենտրոնում կլինի, այսպես, տերևիկի նման, մեկ, մյուսը այստեղ, երկու, ու ժպիտը պարտադիր պետք է նկարենք շատ հեշտ ձևով, այսպես փոր գծիկ, այստեղ էլ մեծ այտիկ վերջ, Պեպե Խոզուկը պատրաստ է, իմ բարեկամներ, օպ, հիմա հագուստը ավելի հեշտ է սիրելի փոքրիկներ, քան գլուխը էլի մի քիչ բարդ է, տեսեք, ուղղակի այսպիսի մի պատկեր ենք նկարում, մեկ, երկու, կարծես թե շրջազգեստ լինի, միացնում ենք իրար, ձեռքերը ավելի հեշտ, սևով ենք նկարելու, տեսեք, այսպես, մի փոքր կարելի վերևից հաստ գալ, ու մատիկները, 1, 2, 3, այսպես, նույնիսկ բութ մատիկ կնկարեմ, 4,
Մյուս ձեռքը կպարզենք առաջ, այսինքն ձախ ձեռքը, այստեղից ենք նկարելու ու վերև, հոպ, մատիկներն ենք նկարում, բութ մատիկը ու 3 մուլտիպլիկացիոն մատիկներ, ոտքերը, պատկերացնում եք ինչպես ենք նկարելու, էլի դյուրին ձևով, սև մատիտով, տեսեք, այստեղից ներքև ուղիղ գծիկ, անձրևի կաթիլի նման պատկեր, ձախ ոտքը ուղիղ գծիկ, անձրևի նման պատկեր, հոպ, այն կարող ենք սևով ներկել, հոպ, 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 մնոց, պեպե խոզուկը պատրաստ է իմ լավ բարեկամներ, ոտքերի տակ ստվեր կանենք, այս անգամ սևով չենք ներկի, կասկանանք ինչ գույնով ենք ներկելու, իսկ հիմա նկարելու ենք կենդի փիսիկին, կենդի փիսիկը ավեստարեկան աստղիկն է խնդրել, տեսեք, ես կլորիկ գլուխ եմ նկարելու այստեղ, էլի գծիկով եմ անում, որ կլորիկը լավ ստացվի, այսպես, լավ չի ստացվում, բայց ոչինչ, հնդգծում եմ, եթե կլորիկը ձեզ մոտ լավ չի ստացվում, օգտագործեք կարկին կամ ասենք ափսե, այսպես, սա մեր կենդի փիսիկի գլուխն է, սրած այդ ականջներ են պետք այստեղ, 1 և 2, քիթիկ եռանկյունի սուրանկյունը դեպի ներքև, այսպես, մեծ, բեղիկները տեսեք ինչպես են նկարել նրանց մուլտիպլիկատորները, ուղղակի այսպես 3 արևի ճառագայթի նման բեղիկներ, բերանիկը էլի պեպեի նման կոր գծիկով և աչքերը կլոր, զարմացած, այստեղ կլոր, աչքեր 1, 2, սևիկները ներքև, պեպեին են նայում, հագուստը այնպես ինչպես պեպեինն է, մի փոքր, քանի որ նա հասակով բարձր է, մի փոքր երկար կանենք, այսպես 1, 2, 3, հիմա ոտքերը, չէ, պոչիկը նկանենք նոր, այսպես, հոպ, սևիկով պատկերացնում եք, և պոչիկն է սևիկ, և ոտքերը, նկարում ենք պեպեի ոտքերի նման, 1, 2, սևով ներկում ենք, այսպես, մի քիչ կհաստացնենք ոտքերի գծիկները, տեսեք, ձեռքը կծալեմ փորիկի վրա, այսպես, բութ մատիկը կնկարեմ, 3 մուլտիպլիկացիոն մատիկները, մյուս ձեռքն էլ, քանի որ թղթիկում տեղ չունենք, էլի կծալենք փորիկի վրա, այսպես, մի քիչ հաստ գծիկով, շատ լավ է, բութ մատիկը, մուլտիպլիկացիոն 3 մատիկները, այստեղ կառանձնացնենք գծիկով, եթե ժամանակ ունենանք նաև ամպիկներ, սարեր, բնություն կնկարենք, բայց եկեք ներկենք մեր հերոսներին, նոր, եթե ժամանակ ունենանք արդեն հեռվում բնություններ կնկարենք, պեպեին ենք սկզբից ներկելու իմ լավ բարեկամներ, տեսեք ինչ եմ անում, ես վերցնում եմ մանուշակագույն կամ վարդագույն կարող եք վերցնել մատիտները, նախ մուկ մանուշակագույն մատիտով, այսպես աչքերն եմ ընդգծելու, 1, դունչիկը, այսպես, տեսեք, ձախակողմյան հատվածից կկլորացնեմ, մուկ մանուշակագույն մատիտով, ականջները այսպես մի փոքր կներկեմ, ժպիտը կընդգծեմ և դունչիկի ներքևի հատվածը, էլի կլորացնեմ, մուկ մանուշակագույն մատիտը մի կողմ եմ դնում, վերցնում եմ բաց մանուշակագույն մատիտը և սպիտակ թողված հատվածները, այսպես իմ փոքրիկ բարեկամներ, կներկենք բաց մանուշակագույն, այսպես, այդի կլորիկ կթողնենք, հետո կասեմ ինչ գույնով ենք ներկելու, գնացինք, ապրեք դուք, շատ գեղեցիկ է, տակ, այսպես, տեսնում եք, գլուխը ներկեցինք, մանուշակագույն կամ կարող եք վարդագույն ներկել, ինչպես պեպեի գլուխը, իմ փոքրիկ բարեկամներ, շապիկը ինչ գույնով եմ ներկելու,
Նարնջագույն եմ ներկելու, թե չէ։ Թե կարող են կարմիր էլ ներկել։ Նարնջագույն եկեք այդը ներկեմ, այսպես բաց թողված։ Լավ, համոզեցիք։ Ներկում եմ հագուստը նարնջագույն։ Դուք ինչ գույնով ցանկանում եք հենց այդ գույնով էլ ներկեք, սիրելի փոքրիկներ, ձեր հերոսն է։ Դուք իրավունք ունեք նրան ձեր ճաշակի, ձեր գույնի հագուստ հագցնել։ Տեսեք, աչակողմյան մասը, այսպես լավ մուգ եմ ներկում, ձախակողմյան մասում փայլիկ եմ թողնում կիսասպիտակ վիճակներում։ Նարնջագույն մատիտը մեր ձեռքում է, ես ինչքան հիշում եմ, իմ փոքրիկ բարեկամներ, Կենզի կատվի գլուխը նարնջագույն էր, այդպես է այս հերոսը։ Ընդգծում եմ նարնջագույն մատիտով, այսպես, նույնիսկ կոպերը, էլի ձախակողմյան հատվածը մուգ ենք ներկելու, աջակողմյան հատվածը բաց նարնջագույն, բացարա, պատուհանը, բացարա, սա ինչ երգ էր երեխաներ ինձ մոտ, անկախ ինձնից եկավ երգը, այսպես կլորացնում եմ դունչիկը, բերանիկը, շատ լավ է։ Հիմա, տեսեք, եթե նկատեցիք, ես ձախակողմյան հատվածը ավելի մուգ եմ ներկել, աջակողմյան հատվածը թողել եմ սպիտակ, բայց թույլ երանգով, այսպես, ներկելու եմ, այսպես, տեսեք, գլուխը կլորանում է, բայց եթե նկատել եք Պեպե Խոզուկ մուլտֆիլմում, հենց այդպես ներկված է, նույնիսկ կլորություն չկա հերոսների վրա, այսպես, ուրեմն, տրարարամ, քիթիկը վարդագույն կամ կարմիր, չէ, վարդագույն կներկենք, այսպես, շատ լավ է, այդիկ կտանք այստեղ մի փոքր, վերջ, հագուստը բաց կանաչ եմ ներկելու, չէ, մուգ կանաչ, որպեսզի մարգագետինն էլ բաց կանաչ ներկենք, բայց ոտքի տակի ստվերները երբևիցե չմոռանաք նկարել, ինչպես քերի մուլտիկնիկը, ես մոռացել էի, այդպես, մուգ կանաչ մատիտով ընդգծելու ենք հագուստը մեր փիսիկի, Պեպե Խոզուկի ընկերոջ, այսպես, ընդգծեցիք շատ լավ է, այսպես, էլի ընդգծեցինք, այ ընդգծելուց հետո հեշտ է ներկելը, սիրելի փոքրիկներ, որովհետև սև գծիկներից դուրս չեք գա, հասկացաք ինչի համար ենք ընդգծում, այդպես, շատ լավ է, ասենք, ներկելով առաջ են գնում, նույնիսկ աջակողմյան հատվածում կարող եք սպիտակ մաս էլ թողնել, այսպես, շատ լավ է, եկեք մարգագետինը բաց կանաչ ներկեմ, եթե ժամանակ ունենանք, արդեն վերևի գծիկից վերևի հատվածում, նաև կարող ենք սարեր ներկել, իսկ եթե ժամանակ չունենանք, ուղղակի բաց կանաչ, ներեցեք, բաց կապույտ մատիտով երկինք կներկենք, իսկ հիմա բաց կանաչ իմ ձեռքում է, ներկում եմ գծիկից ներքև, իբրև մարգագետին, տեսեք ձեր հերոսները, ինչ գեղեցկացան, այսպես, շատ լավ է, ոտքերի տակ հիմա կներկենք, այ հիմա ոտքերի տակ ստվերը մուգ կանաչով կներկենք սիրելի փոքրիկներ, այ այսպես, այսպես, շատ լավ է, մի քանի խոտիկներ կարելի է նկարել, բնություն, ծաղիկներ, ինչպես ցանկանում եք, հիմա տեսնենք ժամանակի հետ է կապված, գծիկից վերև ինչ ենք անելու, քերի ինչքան ժամանակ ունենք, 3 րոպե, համարյա թե ժամանակ չունենք, լավ, ուրեմն մենք բաց կապույտ մատիտով ամպիկներ կստանանք, այսպես ուրեմն, գծիկից վերև ներկում ենք, այսպես ընդգծում ենք փիսիկի գլուխը, տեսեք դուք ժամանակ ունեք սիրելի փոքրիկ բարեկամներ, շատ ժամանակ ունեք, հաղորդումից հետո ես տեսեք ուղղակի բաց կապույտ եմ ներկում, բայց ամբողջովին չեմ ներկում, որպեսզի սպիտակ ամպիկներ էլ երևան, հաղորդումից անմիջապես հետո դուք կարող եք հեռվում, սարեր նկարել, գուցե
շատ հեռվում բլրակի վրա մեր Պեպե Խոսուկի տնակը նկարեք, բա։ Համենայն դեպս, սիրելի փոքրիկ բարեկամներ, մեր մշտական հեռուստադիտողներ, քաղաք Երևանից 10 տարեկան Արուսիկը եւ 6 տարեկան իր քույրիկ Աստղիկը խնդրել են Քերեմուտիկնիկին, որպեսզի այսօրվա հաղորդման ընթացքում փոքրիկ հեռուստադիտողներին եւ նրանց սովորեցնեի քերին նկարել Կենդի կատուն եւ Պեպե Խոսուկը վերնագրով այս հերոսներին։ Եսա, սերմատիտով վերվում այսպիսի ալիքներ տամ։ Ներքևում նույնպես։ Վերջ, քերի ավարտում եմ։ Վերջ, ավարտում եմ։ Պատրաստ եմ մեր հերոսը կամ հերոսները։ Տեսեք իմ բարեկամներ, ձեր առաջադրանքը կատարված է, մնում է, որ այս նկարները, որ դուք նկարում եք, հորինեք փոքրիկ պատմություններ, մեկ էջի վրա, թղթիկի վրա, հորինեք փոքրիկ պատմություններ, նկարեք հերոսներին եւ ուղարկեք քերի մուլտիկնիկին, որ հասցեով, մեր ամփոփող հասցեով։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի մեծեր, տատիկներ, պապիկներ, հայրիկներ, մայրիկներ, ձեր փոքրիկների համար հատուկ բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այսքան այսօրվա համար։ Ժամապահ քերին, մեր այս 2 հերոսները, Կենդի կատուն, Պեպե Խոսուկը, քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Եվ ձեզ քերի մուլտիկնիկը կասի ողջույն։ Իսկ հիմա ժամանակն է հրաժեշտի։ Այլ բուլդա։